Լաբորատորիաները եղել են տարբեր հարկերում, հիմա բոլորը արդեն մի հարկում են, նաև կան նոր ստեղծված լաբորատորիաներ, ստեղծվել է այս Մոսկվ ֆոտոնիկայի կենտրոնը ընդհանուր կենտրոնն է ստեղծվել ու դրա մեջ էլ նաև օպտիկական միկրոհամակարգերի մշակման ու հետազոտության լաբորատորիա։ Այստեղ սեմինարների նաև դասապրոցես է լինում, ու հիմա Մեր պրոֆեսորներն են, ամոչոպեց։ Հիմնականում հետզյուրեղների լաբորատորիան է։ Ինչպես է ձևակերպվում այն հարցը եւ ով է ձևակերպում այն հարցը, որը պիտի հետազոտվի։ Հիմա բարձր որ միշտ եղել է թեման, բայց հիմա կոնկրետ հետազոտությունը Իրենք հետազոտողն են որ հարցի պատասխանն ենք ուզում գտնել, այդ հարցը ով է ձևակերպում, գրանտային թեմաները, այդ պրոցեսը պարունակի, հիմնականում ներքևից վերել է, այսինքն հիմնականները իրաց գիտական անձնությունների հիման վրա ծրագիրը գրում են, օրինագիտության կոմիտեի քննարկումը, գրախոսների եւ այլն որոշումը։ Այսինքն միայն այդ ուղղությամբ is լինում է այդպես թեմա, որ բարձրագույն դպրոցության գիտության կոմիտեն ասում, որ ես հայտարարում եմ դրամաշնոր այս թեմայով, այս թեման հետազոտարի առաջի անգամ ունենալու են նման աշխատելու թերապևտության ներկայացուցիչների գիտնականների եւ առանձնացրել են թեմաների վերնագրեր, որոնք հենց պետության տարիքներից են։ Պետության տարիքների բարելավելու համար նախաձեռնությունը կամ նախնական միտքը գիտնականներից է։ Թերապևտություններից։ Թեմաները գիտնականների հետ պարզապես այդ թեմաների վերնագրերը գիտական թեմայի վերնագրի տեսքի են։ Եվ հիմա մտքերը հանել են։ Մենք այդպիսի մտքեր ունենք, որ մենք նաև փորձենք տնտեսությունից հավաքել հարցեր եւ այդ կամուրջը։ Չնայած ենթադրում եմ, որ նախարարություններն են գերատեսչությունները իրանց հերթին էլի տնտեսությունից են վերցնում, բայց նաեւ ուղիղ կապը, որպեսզի նաեւ իրական տնտեսությունը գիտության ֆինանսավորման իր մոտիվացիան գտնի եւ տեսնի, որ ինքը կարող է սկսած ամենապարզ արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրում անել եւ հավատա, որ Հայաստանում կա գիտական ներուժը, որ իրանք կօգնի այդ հարցի պատասխանը գտնել։ Ամբողջովին հիմա օրինակ EMI Science-ը մաթեմատիկային բավականին հետազոտություններ պատվիրում է, սինոպսիսը ֆիզիկների մեջ կա համագործակցություն, բայց ավելի մեծ մասշտաբով համաձայն եմ, որ tech transfer office-ների գաղափարը պետք է առաջ տանել, որը կոմիտեն աշխատում է հետևությամբ, որ tech transfer-ներ լինեն, այսինքն գիտական արդյունքը դեպի տնտեսություն, տնտեսությունը իր հետին պատվերի չեսնի դեպի գիտություն։ Այստեղ ուսումնական հատված է, հիմնականում Վերջին 3 տարում համալսարանի կառուցում 25 ուսումնական լաբորատորիա, 25 մեր ուսումնական եւ 18 գիտական։ Անընդհատ արդյունք է, քիմիան, որ հիմա չենք այսօր այցելելու, բայց եթե քիմիան որ մտնեք, տեսնեք ինչ պայմաններ են ստեղծվել քիմիայում, ուղղակի այն ամենաբարձր ստանդարտներով։ Այստեղ նոր նյութերի հետազոտության մասնավոր, նոր տեսակի նյութերի, որոնք բնության մեջ չեն հանդիպում, դրանց տեխնոլոգիական կիրառությունները շատ լայն են, սկսած համակարգչային նոր տրանզիստորներից, վերջացած նոր օպտիկական հատկություններով նյութերի ստեղծման եւ այլն։ Այս սարքը բավական թանկարժեք սարք է, վերջերս ձեռբերվել գիտության կոմիտեի միջոցներով Եվ միանգամից կապված է համակարգչի հետ, այսինքն միանգամից արդյունքները գրաֆիկների Ասում են տարածաշրջանում չկա այս սարքը։ We should talk the materials with some fluorescence dyes because this is a fluorescent microscope. Կարևոր հատկությունն նա որ եռաչափը կարող է կառուցվածքներ ստանալ։ Այստեղ հիմնականում օպտիկա, լազերներ, մենք այստեղ ունենք տարբեր հետազոտական ուղղություններ, քնջերի կառավարման, օպտիկական աշխատանքներ, հիմնականում մեծ մասը հեռանկարային տեխնոլոգիաների նպատակով է, որպեսզի ուղղված են ապագայի տեխնոլոգիաների քնջերի կառավարման
ազդանշանների մշակումը, օպտիկական համակարգիչների ստեղծման, այսինքն եւ ուսանողները եւ այսինքն ուսանողները առումով, որ մագիստրատուրայի բակալավրի վերջի կուրսի ուսանողները կարող են դիմել լաբորատորիայի կամ կենտրոնի մյուս լաբորատորիաներին, որ զբաղվեն հետազոտությամբ, իրենց մագիստրական կամ բակալավրի թեզերը գրեն։ Ուզում եմ հասկանամ, սրանք նոր ստեղծված հնարավորություններ են, այսինքն կամ զարգացող հնարավորություններ, որ նախկինում կամ չեք ունեցել, կամ մասամբ եք ունեցել։ Սրանք բոլորը նոր ձեռք բերված սարքեր են, իրանք բավարարում են միջազգային մակարդակի եւ օպտիկայի լաբորատորիայի սարքերին, օրինակ այս սեղանը ինքը 1 տոննայի չափ է ստեղծել, որտեղ ինքը հատուկ ստաբիլություն ապահովում, կապը օդի պնևմատիկ համակարգ կա, որ վիբրացիաներից Այսինքն այս սարքավորումները նաև մեզ թույլ են տալիս ինտեգրվել միջազգային գիտական Արդեն ինտեգրված են, որտեղ նաև բոլոր ծրագրերի պայմաններից կոլաբորատորներ շատ բարձր Դեսպիգան տողարաշի և կոնդենսատատող այս թերմոնգերությունը ինքն ամեն ներքին մրցույթին մասնակցել, հատակարար չի եղել, այսինքն և ավելացված արժեքի չկա և շահույթ չկա։ Այսինքն սա բյուջետային ծրագրերով։ Բյուջետային ծրագրով է մեր կապիտալ ծախսերի։ Իսկ միայն սա, թե նաև նախկինները։ Ահագին կային, ինչ-որ ասում են կոմիտե իրականում դա մեր ծրագիրն է։ Ամենաթանկանով սարքերը պետության։ Բայց Էդի նորմալ փոքր բաներն է։ սիներգիա ինչքան մեծերը այսինքն մենք այն որ կառավարության նիստերում ասում ենք այսքան հիմա նաև բյուջեի կատարման հաշվետվություններ չէ՞ թե հնարավոր այսքան հենց իրանց մասին։ Ավարտել անցյալ տարի 440 միջազգային դրախոսով հոդվածից այս տարի ասել համարյա 700 ունեցան։ Դա բացարձակ ռեկորդ է։ Դրանք ստան վարկանիշավորման այլ։ Բայց այդ հնարավորը նաև այդ սարքերի Չլիներ այս ամբողջ չլիներ այս սարքերը այսքան ներդրումը պետության, այդ արդյունքը չէր։ Վերջի 2 տարվա մեջ 50%-ով ավելացել է դիմորդների քանակը։ Դրան զուգահեռ 50% ավելացել է դարձել ինչքան 47-ից 69 դիմորդ։ Բավական մենք ունենք 60 տեղ ներկայիս, որոնցից 40 անվճար, 20-ը վճարով են։ 69 դիմորդ ունենք ու սովորաբար թաղուց տեղեր ասեն 2 տարի տանկած չունեն ռեկրեացիոն։ Դրան զուգահեռ երկու կրթական ծրագիր, մեկը մագիստրատուրայում, մեկը բակալավրիատում, միջազգային հավատարմագրում հանց է գերմանական ասին կազմակերպության կողմից։ Սա մեր լաբորատորիան է գիտական։ Իդեպ վերջին 3 տարվա մեջ մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամի սարք-սարքավորում է եկել մեր ֆակուլտետը։ Ու այս պահին գործող դրամաշնորհների քանակը 1 միլիարդ 500 միլիոն։ Այսինքն իհարկե 3 տարվանոց, 5 տարվանոց, բայց մեր ֆակուլտետը շատ գերակտիվ վիճակում։ 50-ից ավելի դրամաշնորհ ունենք։ Ուսանողների քանակը մոտ 300 բակալավր, 100 մագիստրոս եւ 23-24 ասպիրանտներ եւ հայցորդներ։ Այսինքն այս է բան, այդ կարգի ակտիվություն ոչ մի տեղ չկա։ Տարբեր սարքավորումներ ազգության կոմիտեի կողմից տրվել եւ տարբեր հետազոտություններ արվում տարբեր կամպանիներից, շատ արժի է կամպանիայի կառավարողություններով, Մարենց էլեկտրական Դեկան անդրներ, որոնք որոշության կատարվում են, բայց հիմա այստեղ կան հատուկ ֆերմերներ, որոնք ներառյալ ուղղակի սա իրար փոքր մասշտաբով։ Աշխատանքային վիճակի լավագույն օրինակը վերջին 2 տարվա մեջ ՄԳՇ-ի միջազգային գիտական շտեմարանում տպագրված հոդվածների քանակը 2.5 անգամ ավելացել։ Այսինքն 59-ից ավելի 149 Web of Science, Scopus եւ այլն։ Որտեղ այս պայմանությամբ գնահատման համար ամենալավը օբյեկտիվ ցուցանիշ է դրսում
բարձր որակի ժուրնալներում ամսագրերում տպագրվել է։ Սա արդեն ամբողջությամբ Վարչական կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված լաբորատորիա է, սարքերը Այստեղ նոր այստեղ համալսարան ամբողջությամբ վերանորոգումի նկատել, խոսքը գնում է եւ այս ենթակառուցված գործողության եւ այլն, բայց սարքավորումների եւ խաղույթը եւ մնացած ամեն ինչը կոմիտեի եւ տարբեր դրամաշնորհների միջոցով էլի բավականին այսպես լավ սարքավորում է։ Այստեղ կարող եք տեսնել տեղադրված կենսասենսորներ, որոնք ավտոմատ ձևով չափում են այս մորասինկերի աճը ու այդ տարբեր արգելակիչները ինչպես կարող են ճնշել դա, որը կարող է կիրառվել օրինակ այդ արտադրությունները խթանելու համար եւ այստեղ համակարգչով հետևում ենք իրենց աճը, ինչպես նաեւ այստեղ կարող ենք որոշել նրանց կենսունակության փոփոխությունները։ Լաբորատորիան, որը զբաղվում Լաբորատորիան անցած տարի հոկտեմբերին կառուցվել ամբողջովին Երևանի պետական համալսարանի միջոցներով, իսկ այս սարքավորումները դրանք Վարչական կրթության պետական կոմիտեի կողմից տրամադրված սարքերի ու սարքավորումների արդիականացման դրամաշնորհի շրջանակում են կարողանացած սարքերը նոյեմբերից բայց արդեն անգամ ունենք հոդվածներում հրարված աշխատանքներ եւ նախորդ տարվա այս փուլի, այս շրջանի համապատասխան կարող եմ ասել, որ 2 անգամ բացացել է տպագրության ընդհանուր լաբորատորիա, որտեղ իսկ 24-ին արդեն տեղադրված։ Այստեղ ասենք օրինակ մեզ հետաքրքրում մետաստազի պրովոկային պրոցեսների մասնակից միացություններ, մենք հենց գենետիկայում մոլեկուլային մակարդակով կարողանում ենք ներկել, հա, ֆլորեսցենտային ներկերով ներկում ենք եւ այդ կոմպոնենտները, եթե ինտենսիվությունը բարձր է, ուրեմն շատ է։ Տալիս ենք դեղը, ինչքան ուղղազեց, այնքան ուրեմն կարող ենք դասավորել այդ ազդեցությունը վիվայրում կամ